նկարիչների կենտրոն Կարող է ձևալեն տունը թե շատ համեստ են, բայց իրենց կողմը ես եմ ունեմ։ Չես գխովանում եմ, որ վրա մեզ մեկ ասին մի բամ դիսարդ, վրա մեկ է իդարած։ Ես եմ։ Բաչիչ, Ռուսաստանում իմիջելոց էտանով կանա, եթե բացեք հարյուրավոր ֆիրմաների ցանկ, իմացեք 70%-ը կին է, որտեղ մարդիկ Այսօր մեր մոտ բացվում է մի յուրահատուկ ցուցահանդես։ Ինձ կասեք միշտ ասում եք յուրահատուկ ցուցահանդեսների ժամանակ, իհարկե յուրաքանչյուր ցուցահանդես ունի իր յուրահատկությունը, բայց այս ցուցահանդեսը ևս այն ցուցահանդեսի նման առանձնահատուկ է։ Հիշում եք մի ցուցահանդես մենք հունիսի 1-ին բացեցինք, շատ գոհենք է ցուցահանդես, իսկ հիմա արդեն թեմաներով, տարբեր թեմաներով ցուցահանդես է բացում, սա միջազգային մասշտաբով ցուցահանդես է Հայաստան սփյուռք մասնակցությամբ։ Այստեղ ներկայացված են եւ բոլորը իհարկե հայ նկարիչներ են, բայց հայ նկարիչների շարքում կան Չեխիայից հայ նկարիչ, Պարսկաստանից հայ նկարիչ, Ռուսաստանից հայ նկարիչներ եւ համատեղ ցուցահանդես է։ Ես պետք է ասեմ, որ այս ցուցահանդեսների կազմակերպման հարցում ինձ շատ օգնեց պարոն Աբրահամյանը, որ առաջի խոսքից հետո մենք ընդհանուր մի քանի օրում ենք այս ցուցահանդեսը կազմակերպել եւ ես աշխատանքները ես տեսա Երևանի պետական պատկերասրահում եւ ինձ բախտ վիճակվեց հանգարց մենք այդ օր իրար հանդիպեցինք պատկերասրահում ես որոշեցի որ ցուցահանդեսը գա նաեւ մեր մոտ այսօրվա ես ուզում եմ նաեւ ներկայացնել մենք ունենք այսօր հյուրեր ունենք որոնք ժամանել են այս ցուցահանդեսին մասնակցելու համար։ Հայ նկարիչների կենտրոնի նախագահ Խաչիկ Աբրահամյան։ Հայ կերպարվեստի հիմնադրամի նախագահ Ռուբեն Հովհաննիսյան։ Արտաքին գործերի նախարարության արվեստի բաժնի ներկայացուցիչ Աշոտ Մանուկյան։ Վաստակավոր նկարիչ Վալոդիա Աբրահամյան։ Երաժշտական մրցույթների բազմակի դափնեկիր, նվագարանների մասնագետ Մանուկ Հարությունյանը։ Երաժշտություն ենք լսելու, երաժշտության լսումների տակ դուք կնայեք այս ցուցահանդեսը։ Ես նախորդ պետք է ասեմ, որ շատ շնորհակալ եմ եւ զգացված եմ, որ պարոն Աբրահամյանը օգնեց մեզ եւ մենք այս հնարավորություն ունեցանք, որ մենք քաղաքի ազգաբնակչությանը այս եզակի ցուցահանդեսին մասնակից դարձնելու համար։ Հիմա ես խնդրեմ պարոն Աբրահամյանին իր խոսքը ասել, ներկայացնի ավելի մանրամասն, որտեղ ես մոտիկից այդքան ծանոթ չեմ, մի քանի օրվա մեջ չեմ ասրել, ներկայացնի պարոն Աբրահամյանը։ Խոսք տանք պարոն Աբրահամյանին։ Շնորհակալ եմ։ Առաջինը ես ուզում եմ ողջունեմ մեր բոլոր հայրենակիցներին։ Գավառի մեջ այս գեղեցիկ ցուցահանդեսը, որ կազմակերպվեց, սիրով լսեցինք մեր Տիկին Ջուլիայի խոսքը եւ ասացի, որ միանշանակ պետք է կազմակերպենք այս ցուցահանդեսը։ Կարծում եմ մի
մի քիչ հետո բացումից հետո դուք կտեսնեք աշխատանքներ, ուրեմն մենք ներկայացրել ենք 32 աշխատանք 14 հեղինակներից եւ ուրեմն ինչպես Տիկին Ջուլիան ասեց, Հայաստանի նկարիչներն են, Ռուսաստան Մոսկվայից 2 նկարիչ, Պրագա Չեխիայից եւ Պարսկաստան Իրանից։ Այսինքն մենք ներկայացնում ենք միջազգային ցուցահանդես, քանի որ մեր կենտրոնը կոչվում է Հայ նկարիչների կենտրոն, ունենք 450-ից ավել արվեստագետներ, նկարիչներ, քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներում, այսինքն կարելի ասել ոնց որ Աֆրիկայում, այնպես Եվրոպայում, Ամերիկայում բոլոր տեղերում ունենք մենք արվեստագետներ եւ բոլորի հետ մենք մեր ստեղծագործական աշխատանքները տարել եւ տանում ենք 500-ից ավել ցուցահանդես ունենք աշխարհի 60 երկրներում կազմակերպված եւ մեզ համար առաջինն էր որ ես էլ իմ խորին շնորհակալություն ասեմ ձեզ բոլորիդ որ հիմա ներկայ եք գտնում այս ցուցահանդեսի բացմանը առավել եւս մեր Տիկին Ջուլիային թող Աստված երկար կյանք առողջություն միշտ տա որ գեղեցիկ ցուցահանդեսներ ձեր թանգարանը լավն է որտեվ ես տեսա ինչ կոլեկցիա ունեք եւ մենք եթե եկել ենք ուրեմն միայն պետք է ավելացնենք թանգարանին աշխատանքներ եւ պետք է օգնենք եւ օգտակար լինենք միանշանակ որտեվ դա մեր պարտքն է կարծում եմ որ փակմանն էլ նորից մենք մի գեղեցիկ հավաք կանենք եւ այդ ժամանակ նվիրատվություններ կլինեն թանգարանին եւ ուզում եմ որպեսզի այս քաղաքի մեջ ունենանք լավագույն թանգարան կարծում եմ որ բարերարներ կան որոնք որ ապրում են աշխարհի տարբեր երկրներում դա արտասահմանում մենք էլ ունենք ծանոթներ նույն ձևով Ռուսաստանի տարածքում ինչու՞ չէ եւ տեղում ամեն մեկ ինչ որ որոշակի լումա դնելով մենք կդնենք մեր լուման այսինքն արվեստի կողմը մյուսները թող մի շենք գեղեցիկ ոնց ասում է ձեռք բերեն որպեսզի բոլորս միասին կարողանանք ընդարձակ ավելի մեծ ցուցասրահ եւ ավելի շատ աշխատանքներ եւ մենք պատրաստ ենք նորից եմ ասում նկարներ նվիրատվություն կանենք ոչ միայն Հայաստանի ապրող նկարիչներից եւ նույն ձևով Սփյուռքի նկարիչներից այդ հարցում մենք միանշանակ կօգնենք եւ օգտակար կլինենք շնորհակալ եմ Ես իհարկե շնորհավորում եմ ձեզ որ մեր ոտքը թող ձեր մոտ բարի լինի եւ մենք եկել ենք բարի նպատակներով ու ցանկանում ենք որ մեր ժողովրդին, մեր ազգին միշտ նրա տրամադրությունը բարձր պահենք, չէ՞ որ դա ստեղծագործողների, երաժիշտների, նկարիչների, կոմպոզիտորների, գրողների պարտավոր են ժողովրդի հետ լինել եւ նրանց նեղ ժամանակներում միշտ սատար լինել նրանց եւ այսօրվա այս ցուցահանդեսի բացումը, երբ որ մեր հրաշալի Խաչիկ Աբրահամյանը ինձ դիմեց, ես իհարկե ասի մեծ ակրկով, բայց ում համար ենք մենք նկարում? Մենք նկարում ենք ժողովրդի համար, մենք նկարում ենք մեր ազգի համար եւ շատ ուրախ եմ, որ իմ դուրն էլ շատ եկավ պատկերասրահ իհարկե, շատ պատկերասրահներում ունեմ ես գործեր, բան, նաեւ դասավանդում եմ Աբովյանի պետական քոլեջում եմ դասավանդում, բան, եւ ձեզ հրավիրում եմ, ձեր երեխեքին հրավիրում եմ, եթե այստեղ կավարտեն, խնդրեմ, եկեք Աբովյանի պետական քոլեջ, որտեղ հրաշալի քոլեջ, Թերլեմեզյան քոլեջի նման, բան, քոլեջ է։ Եվ իհարկե Խաչիկը շատ ճիշտ ասեց, եթե թանգարանում մենք զգում ենք, որ ապահով ձեռքերում է մեր նկարները, մենք երբեք չենք դժգոհել, չենք ասել, չէ, չգիտենք ուրա, բան։ Դրա համար ես այսօր եկա տեսա, ուրախացա, որ մեր հրաշալի նկարիչների գործերը շատ մեծ ապահովված են եւ մեծ ուշադրություն են դարձնում, որի համար մենք շնորհակալություն ենք հայտնում եւ կսկսենք արդեն շուտ-շուտ հաճախել առանց ձեզ հրավերքի էլ կգանք իհարկե մենք այնքան բան չունենք ժամանակ չունենք որ ենթանենք ամեն օր վազեն գանք երբ որ ձեր մտքով կանցնի երբ որ մեր կարիքը կզգաք խնդրեմ եկեք շնորհակալություն Մտքով շատ բան ասել, ես կասեմ։
քանի որ շատ կարևորում եմ ցուցահանդեսի դերն ու նշանակությունը մշակութային կյանքում, ել ավելի կարևորում եմ ցուցահանդեսների կազմակերպումը մեր քաղաքում։ Կարևոր են ցուցահանդեսները այնքանով, որ նրանք ոչ միայն դաստիարակչական նշանակություն ունեն, այլ կրթում են մարդու ոգին, նրան աշխարհը դարձնում ավելի գեղեցիկ, հետաքրքիր եւ շատ կարևորում եմ ցուցահանդեսները այն առումով, որ մեր երիտասարդների շրջանում շատ կարևոր է բացահայտելու ոչ միայն շնորհալիներին, ինչու՞ չէ նաև տաղանդներին։ Նախ շնորհակալություն պարոն Աբրահամյան ձեզ նման գեղեցիկ ցուցահանդես կազմակերպելու համար, ինչ շատ դուր եկավ նաև Աբրահամյանների ալբոմի գաղափարը, որը արդեն կյանքի է կոչվել, այն շատ հետաքրքիր է եւ բովանդակալից։ Ինձ թվում է կհաճախեն երիտասարդներ, մատաղ սերնդի ներկայացուցիչներ եւ այն շատ մեծ նշանակություն կունենա մեր մշակութային կյանքում եւ շատ կարեւորում եմ նաեւ նկարիչների մասնակցությունը ցուցահանդեսներին, որովհետեւ այն ստեղծում է մի հարթակ ավելի պատկերավոր ձևով եւ կապ է ստեղծում նկարի, այցելուի եւ նկարչի միջեւ։ Շնորհակալություն։ Արտաքին գործերի նախարարության մշակույթի հումանիտար համագործակցության վարչության գործագետ։ Սիրելի ներկաներ, ես իհարկե ցավում եմ, որ ինքս նկարիչ չեմ դառել, որովհետև իմ ընտանիքի անդամները բոլորը պրոֆեսիոնալ նկարիչ են, բայց արվեստի հետ շատ կապված եմ եւ գիտեմ մի հետաքրքիր բան, որ եթե մեր ժողովրդի մեջ, մեր ազգի մեջ կան հայտնի բժիշկներ, շինարարներ, գիտնականներ, տարբեր մասնագիտությունների մարդիկ, եթե ինձ ասեին հայերը ինչ կարող էին դառնալ աշխարհում միակը, ես կասեի երևի կերպարվեստի, այսպես ասած, դեմքեր, մարդիկ, ովքեր որ հոյակապ կարողանում են նկարներ ստեղծել, ինչպես ասում են Իտալիայում ասում են ամեն մի տաքսու վարորդ կամ ամեն մի Վարշավիտ Կարուզոյի նման կարող է երգել, մեր մոտ էլ մեր ժողովուրդը կարող է տալ լավ արվեստագետներ։ Ես ցանկանում եմ, որ մեր սիրելի կանայք, որ այստեղ են, ձեր երեխաներին բերել միշտ ցանկացած ցուցահանդես, ցանկացած էքսպոզիցիա, թող տեսնեն, մանավանդ որ մի ուրիշ բան էլ կա։ Շրջաններում, չգիտեմ, դա բնությունն է, գույներն են, նրանք մեծ ուժ են տալի մեր արվեստագետներին։ Եթե տեսնեք Շիրակի մարզում, Մինասով սկսենք մյուսներով դուրս գանք, ինչ նկարիչներ են տալի, կարծում ենք, որ գավառը պետք է հետ չմնա։ Շնորհակալ եմ։ Մարզպետարանին ու քաղաքապետարանին, նաև ձեզ Տիկին Ջուլիա։ Մեկ էլ մեր գլխավոր հովանավորին, Տամարա Սպոյան։ Ես հույսում եմ, որ այդ ցուցասրահները մենք շարունակական կսարքենք։ Դա շատ մեծ նշանակություն ունի մեր երիտասարդ երեխաների համար։ Ու մենք կանենք ամեն ինչ, ինչ որ մեր ձեռն է, մենք կփորձենք օգտակար լինենք։ Շատ շնորհակալ։ Ես նույնպես միանում եմ բոլորի շնորհավորանքներին, շնորհավորում եմ բոլորիս այս ցուցահանդեսի կապակցությամբ։ Առաջի շնորհակալությունը ձեզ, Տիկին Ղարաբաղցյան, ձեր երիտասարդական արյունի համար, որ կարողացել եք, եւ շնորհակալություն հայ նկարիչների միությանը եւ բոլոր մեծ վարպետներին, որոնք մեր կողքին են գտնվում։ Այսօր մենք 14 վարպետի գործ է ցուցադրված, որը մեծ պատիվ է մեր քաղաքի համար, որին մենք ցուցահանդեսին մասնակցում ենք այս խառը խորը օրերին եւ նաեւ դրամատրություն ենք փոխում եւ դրամատրություն ենք բարձրացնում, որ արվեստը միշտ անմահ է, արվեստը միշտ կա, արվեստը ժողովրդին է ու ժողովրդին կմնա։ Նորից բոլորի շնորհավոր եւ կարծում եմ ասենք բուն մասին։ Շատ շնորհակալ։ Որևէ մեկը ուզում եք խոսել։
Մեր գավառում Ռաչաբունյակյանի անվան պատկերասրահում կազմակերպվել է ցուցահանդես, յուրահատուկ ցուցահանդես, յուրահատուկ դիզայնով և պատկերացումով։ Այս ցուցահանդեսը մեզ տալիս է խորելու մտածելու մեծ տեղ։ Իրոք կապ է ստեղծվում նկարչի նկարի և արտասատեսի միջև և հոգեկան մեր թափանցումը մարդու մեջ նոր բացահայտումներ է։ Ես կարծում եմ, որ կարող է ուժերս փորձել նաև նկարչության բնագավառում, քանի որ մարդու միտքը անսահման է և կարող է իրեն գտնել այնպիսի բնագավառում, որ ինքն էլ նույնիսկ չի բացահայտել իր մեջ։ Շնորհակալություն։